Բարև ձեզ, Ալֆա Նյուզի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայակվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Դուք 2 օր առաջ ազդարարեցիք Հայակվե ազգային քաղաքացիական միավորման քաղաքականություն մուտք գործել է եւ հայտարարեցիք, որ մասնակցելու եք 2026 թվականի խորհրդանական ընտրություններին։ Նախապատվությունը տալիս եք, որ ոչ թե միայնակ մասնակցեք ընտրություններին, այլ գաղափարակից այլ ուժերի հետ միասնական ճակատով, քանի որ համարում եք գաղափարական դաշինքների մեջ միավորվելը բացարձակ հրամայական է։ Ինչու եք որոշել այս ձևաչափով մասնակցել ընտրություններին։ Շնորհակալ եմ։ Նախ կարծում եմ, որ շատ ճիշտ հարց է եւ ճիշտ հարցից եք սկսում ընդհանուր առմամբ։ Տեսեք, մեր շնորհանդեսի ժամանակ մենք ասացինք նրա մասին, որ չենք ուզենա, որպեսզի կրկնվեր 2021 թվականի իրողությունը, երբ որ մեր քաղաքացիների մոտ 20%-ի ընտրություններին մասնակցած ցայները ըստ էության ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով, երբ որ ընտրական շեմը 5% էր կազմում, փոշիացան ըստ էության, հա։ Անդրոն դրանք հիմնականում ընդդիմադիր ձայներ էին, բայց նաև նույն ընտրական օրենսդրության առանձնահատկությունների պատճառով դրանց 2/3-ը գնաց գործող իշխանությանը։ Եվ գործող իշխանությունը թեև հավաքել էր ընդամենը 53.9% ընտրողների ձայներ պաշտոնապես, նա ազգային ժողովում ստացավ տեղերի 66%-ը, որը հսկայական տարբերություն է, ինչի որտեղ նրա ստացավ ոչ միայն պարզ մեծամասնություն, այլև ստացավ սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնությունը անցած 5 տարիների ընթացքում նրան թույլ տվեց բացարձակ իշխանազավթում իրականացնել։ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած պաշտոն, որը կարող էր ընտրել ազգային ժողովը, ունենալով սահմանադրական մեծամասնություն, ընտրվեցին գործող վարչախմբի ներկայացուցիչներ։ Երբեմն նույնիսկ զավեշտի հասնող դեպքեր կան, երբ որ մարդիկ իրանք падգամավոր լինելով քվեարկել են իրանց օգտին, որպեսզի իրանք ընտրվեն նոր պաշտոնում, հա։ Եվ դա բերեց նրան, որ մեր երկրում սահմանադրական հակակշիռների իշխանության մեջ հակակշիռների համակարգը բացարձակ խախտվեց։ Ցանկացած պաշտոնյա հիմա Հայաստանի Հանրապետությունում կառավարվում է SMS-ով մեկ անձի կողմից։ Եվ դա բացարձակ հասկանում եք, որ անձի, հա, վարչապետ պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի կողմից, եւ դա բացարձակ անթույլատրելի է, որովհետեւ ըստ էության դրանով Փաշինյանը իրանով փոխարինել է ամբողջ պետությունը։ Նա նույնիսկ հայտնի է իր արտահայտությամբ, որ կառավարությունը այդ ես եմ, բայց ըստ էության ոչ միայն կառավարությունն է, նա ըստ էության ամբողջ պետությունն է դարձել։ Մենք նախկինում պայքարել ենք ժողովրդավարության հաստատման համար, հա, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հույս են տածել 2018 թվականին, որ վերջապես Հայաստանում ժողովրդավարական կարգեր կհաստատվեն, բայց դե ֆակտո տեղի ունեցել ուղիղ հակառակը։ Իշխանազավթում մեկ ուժի կողմից, որը քողարկվում է, այո, ժողովրդավարական լոզունգներով եւ այլն, բայց փաստացի վերջի շրջանում նույնիսկ այդ քողարկումը չի օգնում, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ երկրում մեծ թվով քաղբանտարկյալներ կան, տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրված ղեկավարներ այս ընթացքում բանտերում են հայտնվել եւ նրանց հնարավորություն չի տրվում, որպեսզի իրանց ժողովրդից ստացած մանդատ իրականացնեն, հոգեվորականները չեն կարողանում իրանց եպիսկոպոսած ժողովը անցկացնեն եւ այլն, այսինքն այդ ամբողջ ցուցակը շարունակում։ Հիմա այդ նույն տրամաբանության մեջ մենք կարծում ենք, որ թույլ չի կարելի տալ այլևս, որպեսզի տեղի ունենա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ձայների փոշիացում, որտեղ ընտրական շեմը բարձր է։ Հիմա 5-ից դարձել է 4%, թեև դաշինքների համար իրականում բարձրացել է, 6-ից դարձել է 8%, 7-ից դարձել է 8%։ Պետք է մասնակցել խոշոր դաշինքներով, այնպես որ ամեն խոշոր ընտրական սեգմենտ ըստ էության ունենա մեկ ակնհայտ ընտրություն։ Մեկ ակնհայտ ընտրություն, չենք ասում միայն մեկ ընտրություն, մեկից ավել կարող է լինի, բայց մեկը պետք է լինի շատ ծանրակշիռ ընտրություն։ Այսինքն մարդիկ պետք է հասկանան, որ սա է ուժի կենտրոնը։ Այստեղ է կենտրոնացած հիմնական, այսպես ասած, քաղաքական ներուժը, ուժային ներուժը եւ այլն, եւ իրանց համար ընտրությունը ավելի հեշտ լինի կատարել։ Մենք այդ խնդիրն ենք բախվում, որովհետեւ շատ քաղաքացիների հետ խոսելուց իրենք ասում են, գիտեք ինչ, մենք ձեզ ենք համակրում ու այս մեկին էլ ենք համակրում, հատուկ անունները ոչ մեկի չեմ նշում, խնդրում եմ ինձ էլ չհարցնեք անունները, բայց այս մեկին էլ ենք համակրում ու մենք չգիտենք ձեր միջև ինչպես ընտրություն կատարենք։ Ու մենք կարծում ենք, որ ամենաճիշտը մեր քաղաքացիների առաջ պատասխանատվության տեսանկյունից կլինի այն, որ մենք չստիպենք իրանց արհեստական ընտրություն կատարել։ Եթե գաղափարական դաշտում մենք մոտ ենք, դա նշանակում է, որ
կազմակերպչական իմաստով, անհատական հավաքությունների իմաստով եւ այլն մնացած տարաձայնությունները պետք է խելամիտ կերպով հաղթահարել, բերել ընդհանուր հայտարարի եւ մարդկանց տալ միասնական ընտրություն։ Որ ուժերի հետ եք բացառում գործակցությունը եւ ինչ ուժերի հետ կան բանակցություններ միասնական ճակատով հանդես գալու։ Տեսեք, առաջի հարցին ավելի հեշտ է պատասխանել, երկրորդ հարցը մի քիչ ավելի բարդ է, բայց փորձեմ երկուսին էլ հնարավորությունների սահմաններում պատասխանեմ։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ մենք բացառում ենք համագործակցությունը գործող վարչախմբի կամ նրա արբանյակների հետ, որտեղ գործող վարչախումբը ակնհայտ արբանյակներ ունի, որոնք երբեմն նույնիսկ էլ ավելի, այսպես ասած, Նիկոլիս Նիկոլ են, հա, իրանց հռետորաբանության մեջ, ատելության խոսքի գեներացման մեջ, հակաեկեղեցական քարոզի մեջ եւ այլն։ Եվ մենք կարծում ենք, որ ըստ էության բոլոր են ուժերը, որոնք այս ընթացքում դրսևորվել են հակաեկեղեցական քարոզի մեջ կամ ատելության խոսք են տարածել, մեր համար անընդունել են։ Ինչի որտեղ մենք գալիս ենք համերաշխության ըստ էության քարոզով, համերաշխության կոչով, որտեղ համարում ենք, որ մեր երկրում եթե հանրային համերաշխությունը չվերականգնվի, մենք անընդհատ խոցելի կմնանք արտաքին վտանգի առաջ։ Ուստի կարևորագույն խնդիրներից մեկը դա որ արտաքին վտանգը չեզոքացնելու համար ներսում դու պետք է այս բաժանար գծերը հաղթարես, ուստի ցանկացած ուժ, որ այդ բաժանար գծերից ջատագովնա չի կարող լինել մեր դաշնակիցը։ Երկրորդը մենք կարծում ենք, որ նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը մեր դաշնակից կամ գործընկերը չեն կարող լինել շատ պարզ պատճառով, որովհետև իրենք մեր տեսանկյունից իրենց ներուժը սպառել են վաղուց։ Այլապես տեղի չէր ունենա մեր երկրում այն իշխանազավթումը, որը տեղի ունեցավ։ Եթե նրանք լինեին կարող, եթե նրանք ունենային հանրային աջակցություն, եթե նրանց իրականացված քաղաքականությունը հանրության կողմից ընկալվեր որպես արդյունավետ ժամանակակից ժողովրդավարական քաղաքականություն, ապա տեղի չէր ունենա այն, ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին։ Ուստի մենք կարծում ենք, որ նրանց հետ համագործակցությունը որևէ իմաստ չունի, պարզապես, որևէ իմաստ չունի, որևէ թշնամական զգացողություններ չունենք, բայց որևէ իմաստ էլ չունի։ Ուստի համագործակցությունը պետք է լինի այն ուժերի հետ, որոնք նոր են մերպես մուտք գործում քաղաքական դաշտ։ Օրինակ Սամվել Կարապետյանի ուժը դիտարկում։ Այդ ուժը նոր է գործում, հա, եւ նրա հետ կապված մենք որևէ այս բան չունենք, վերապահումներ չունենք։ Բայց քննարկումներ եղել են այդ ուժի։ Ես եկեք ձեզ ամբողջ, այսպես ասած, խոհանոցը չբացահայտեմ, խնդրեմ էլի ձեզ, որ քանի կան, այսպես ասած, գործընթացներ, պետք է սպասել մինչև այդ գործընթացները տրամաբանական ավարտին գան, հասկանում եմ հանրային հետաքրքրությունը այս ամեն ինչի հետ կապված, ասեմ նաև, որ օրինակ այն ինչ որ վերաբերում է մեր հայ առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությանը, այո, այդ թեմայով օրինակ քննարկումներ եղել են նույնիսկ բազմիցս, տեսել եք հաճախ, որ նույն տարածորեն նույն եկեղեցական տաճարի տարածքում կարար գտնվեր ասենք Նարեկ Կարապետյանը եւ Հայ-Ակվեի ներկայացուցիչները եւ իրանք ընդեղ էին, որպեսզի իրանց համերաշխությունը հայտնեին Վեհապար Հայրապետին եւ նրան հավատարմությունը պահպանած հոգեվորականներին։ Բայց ընդհանրապես ասած, ուղղակի այդ բանաձևը վերցրեք, որ մեր համագործակցության դաշտը այն նոր առաջացած ուժերն են, որոնք իրանց էությամբ նախ ունեն մաքուր հետագիծ, նախկինում որևէ կոռուպցիոն խնդիր չեն ունեցել։ Երկրորդը իրանց բնույթով ազգային են։ Երրորդը նախորդ վարչակարգի կամ գործող վարչակարգի հետ, որը կարևոր է շատ, չունեն ընդգծված համագործակցություն, որովհետև կան ուժեր, որոնք փորձում են ներկայանալ որպես ընդդիմադիր, բայց իրականում իրանք ընդդիմադիր չեն։ Իրանք այս կամ այն կերպով մենք տեսել ենք, թե օրինակ գործող վարչախումբը ինչպես է իրանց մեջ մեծ ռեսուրսներ դրել այսպես ասած իրանց շրջանառության մեջ, նույնիսկ երբեմն իրանք ունեն հակաիշխանական հռետորաբանություն, բայց իրական ընդդիմություն չեն, որովհետև դու տեսնում ես, որ հռետորաբանություն կա, բայց քաղաքական կուրսի տեսանկյունից իրանք նույն քաղաքական կուրսի կողմնակիցներն են։ Ուստի մեր համար կարևոր է նաև, որ ուժը լինի ազգային, ուժը լինի հայակենտրոն, ինքը ունենա ժողովրդավարական էություն, որովհետև Հայ-Ակվեն այդպեսին է, Հայ-Ակվեն իր ստեղծման օրից, իր մեկնարկից ի վեր դա ժողովրդավարական նախաձեռնություն է։ Նրա մեր բոլոր նախաձեռնությունները, ինչ մենք եղել ենք այս ընթացքում, հիմքում եղել է մեր ժողովրդի քվեն, հենց այդ պատճառով էլ մենք Հայ-Ակվե ենք, մեր ժողովրդի քվեի վրա հիմնված նախաձեռնություններ։ Ոստի մենք կարծում ենք, որ պետք է համագործակցենք այն ուժերի հետ, որոնք նաև ոչ միայն ազգային են, այլև իրենց էությամբ եւ իրանց բովանդակությամբ ժողովրդավարական են։ Պարոն Չալաբյան, Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ կան, որ Հայ-Ակվեն հավանական է ընտրություններին մասնակցի
այն նույն նոր ուժերից մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած միասնական թևեր քաղաքական նախաձեռնության, ինչպես նաև ապրելու երկիր կուսակցության հետ։ Դուք այս ուժերի հետ որևէ տեսակի բանակցություններ կամ եթե դրանք բանակցություններ անվանել չենք կարող, ապա գոնե քննարկումներ ունեցել եք, որևէ կերպ դիտարկում եք նրանց հետ քաղաքական գործակցությունը։ Տեսեք, հետաքրքիր դուք հաղում եք կատարում իրավունք թերթում հրապարակված հոդվածին, որտեղ արհեստական բանականությամբ գեներացված նկար էր։ Միայն իրավունքը չէր իհարկե։ Շատ ծիծաղել էր այդ նկարը, որովհետև մարդիկ բանակցությունների շատ հազվադեպ են էլի փողկապներով գնում, իրենք երևի դրա մասին չգիտեին, ու տենց արհեստական կեղծ նկար էին գեներացրել, բայց ասեմ ձեզ հետևյալը. մեր քննարկումների սպեկտրը բավական լայն է եւ ձեր նշած երկու ուժերը եւս այդ սպեկտրի մեջ են, բայց դրանով չի սահմանափակվում, ավելի լայն է քննարկումների սպեկտրը եւ մենք ի վերջո կհասկանանք որտեղ ենք մենք կարողանում ձևավորել այն այսպես ասած ամուր կորիզը, որը կկարողանա դառնալ նոր ուժային կենտրոնը, բայց ձեր ասած ուժերի հետ եւս այո քննարկումներ կան։ Քանի որ այս օրերին նաև քննարկվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունները, քաղաքական նոյան տապան է ստեղծում պարոն Ծառուկյանը, հայտարարում է, որ իր կուսակցությունով է գնալու, դաշինքով չի գնալու, բայց այլ կուսակցություններից, օրինակ Մայր Հայաստանից Անդրանիկ Թևանյանն ասում է, որ նրանց ցուցակով կմասնակցեն։ Իհարկե Գագիկ Ծառուկյանի ուժը նոր ուժ չէ, բայց ամեն դեպքում դիտարկում եք որևէ համագործակցություն։ Տեսեք, գիտեք ոնց Գագիկ Ծառուկյանի ուժը ոչ նոր է, ոչ էլ ժողովրդավարական հաստատության։ Հա, ես չեմ կարծում, որ նա համապատասխանում է ժողովրդավարական չափանիշին շատ ակնհայտ պատճառներով։ Ուստի չեմ կարծում, որ նախընտրական շրջանում մենք մեր ջանքերը համադրենք պարոն Ծառուկյանի ուժի հետ։ Այլ բան է, որ արդեն ընտրություններից հետո կախված նրանից, թե մեր ընտրողները որ ուժին ինչ վստահության քվե կտան, ինչ մանդատ կտան, հետագայում արդեն ազգային ժողովում ես կարծում եմ, որ համագործակցության եզր կարող են նշմարվել, հա, այդ դեպքում կտեսնենք, բայց նորից դա արդեն մի քիչ ավելի հեռու հեռանկար է, կախված նրանից, թե որ ուժը ինչ ընտրությունների ժամանակ ինչ արդյունք կարձանագրի։ Շատ լավ, հիմա գանք դրան։ Եթե դուք հայտարարում եք, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս իշխանությունների վերարտադրությունը չկրկնվի, եթե ձեր ուժը կամ այն դաշինքը, որով մասնակցելու եք եւ անցողիկ շեմը հաղթահարվելու է, դուք պատրաստ եք բոլոր տեսակի քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել եւ որպեսզի Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի, գնալ համաձայնության եւ իշխանություն կազմել այն ուժերի հետ, որոնց հետ այս պահի դրությամբ գոնե ասում եք, որ չեք համագործակցի։ Տեսեք, այստեղ սա հետաքրքիր եւ իրականում բարդ հարց է, ինչ որ իմաստով այդ հարցը որոշակի նաեւ այդպես փակուղային տրամաբանություն ունի, հա, բայց մենք կարծում ենք հետեւյալը, մենք երկու խնդիր ենք ուզում լուծենք, ոչ թե մեկ։ Երբ որ մենք խոսում ենք իշխանափոխության մասին, իշխանափոխությունը ենթադրում է ոչ միայն գործող վարչախմբի վերարտադրության արգելափակում, նա նաեւ ենթադրում է, որ չպետք է վերադարձնի դեպի անցյալ։ Իշխանությունը նոր, որը կձևավորվի, պետք է ապագայի հեռանկար տա մեր երկրին։ Նա պետք է լինի երիտասարդ, նա պետք է լինի հավակնորդ, նա պետք է լինի ըստ էության մաքուր եւ իր այությամբ էլ ազգային, ուստի մենք փորձելու ենք ազգային ժողովում, եթե համապատասխան վստահությունը ստանանք մեր ընտրողների, երկու խնդիրը զուգահեռ լուծել։ Այսինքն արգելափակել այս վարչախմբի վերարտադրությունը, բայց միևնույն ժամանակ ձևավորել իշխանություն, որը ողջևորի մեր ժողովրդին, որը հույս կտա մեր ժողովրդին, որը ժողովրդի մոտ չի ստեղծի այն տպավորություն, որ ամբողջ ընտրությունը այդ երկու նախկին բևեռների մեջ է, չէ, այդ երկու նախկին բևեռների մեջ չի, եւ ավելին ձեզ ասեմ, մենք մտել ենք այս դաշտ ի վերջո, որպեսզի այդ կեղծ հակադրությունը կոտրենք, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, ոչ, կա քաղաքական ընտրություն։ Ի վերջո այս մեր ժողովրդի արգանդը չի չորացել, մարդիկ են ծնվում, մեծանում, հայտ են վերջո ներկայացնում եւ այդ հայտը հիմնավորում են իրանց փորձառությամբ, իրանց կենսագրությամբ, իրանց ստեղծածով, իրանց արածով, իրանց կրվածով, պայքարածով եւ այլն, հա։ Մեր նպատակը դա է, այսինքն երբ որ մենք հայտնվում ենք ազգային ժողովում, փորձելու ենք առավելագույնս անենք, որպեսզի նոր իշխանությունը, որը ձևավորվում է, դա չլինի վերադարձանին։ Պարոն Չալաբյան, իշխանությունը կարծես մտահոգված է Գյումրիի սցենարից եւ այս օրերին հատկապես աչք ծակող էր քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանի եւ ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի տեսա լայվերը, որտեղ կրկնում են մեկը մյուսի հետևից, որ Գյումրի երկու օպերացիա չի լինելու։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված իշխող ուժի մոտ այս մտավախությունը եւ առհասարակ սահմանադրության տեսանկյունից հնարավոր է, որ խորհրդանական ընտրությունների դեպքում իսկապես Գյումրու սցենարը կրկնվի։
Նախ սկսենք իշխող ուժի մտահոգությունից։ Իշխող ուժը հրաշալի գիտի, որ ինքը 20%-ից ավել աջակցություն չունի։ Գիտի դրա մասին, որովհետև իշխող ուժը եւ ոչ միայն իշխող ուժը, մյուս մեծ ուժերն էլ բարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են հասկացնում, իրենք գիտեն իրականությունն, իրենք գիտեն, որ իրանք կտրողների վստահությունը ոչ միայն կորցրել, այլև չեն կարողանում վերականգնել։ Այդ բոլոր շոուները, որ իրանք անում են, Միացյալ Նահանգների փոխնախագահն է գնում գալիս, ինչ որ խոստումներ է տալիս եւ այլն, դրանք ընտրողի վրա պրակտիկորեն արդեն չեն ազդում։ Ինչու՞ որովհետեւ մեր ընտրողը արդեն երկար տարիներ փորձ ունի այս իշխանության հետ եւ եկել է այն գիտակցության ճնշող մեծամասնությունը, որ սա ստի ու կեղծիքի իշխանությունն է։ Մարդիկ հասկանում են դա։ Հասկանում են նույնիսկ, որ եթե իրանց ինչ որ մի հատ գույնս գույն փայլող բան են ցույց տալի, ամենայն հավանականությամբ մեջը փուչ է։ Այդ մեկ, երկրորդը, իրանց մտահոգում է այն գիտակցությունը, որ անդիմությունը այո մի քանի կոնսոլիդացված մեծ թևերով կարող է մասնակցել եւ դա խիստ բարդացնում է իրանց գործը։ Ինչի, որովհետեւ տեսեք, եթե վերադառնանք էլի 21 թվականի ընտրությանը, 21 թվականի ընտրություններին անդիմությունը դե ֆակտո թեև բազմաթիվ կուսակցություններով էր ներկայացված, բայց կար, այսպես ասած, անդիմադիր թևի ֆավորիտը։ Դա Հայաստան դաշինքն էր։ Եվ գործող իշխանությունը իր ամբողջ վարչախումբը, իր ամբողջ քարոզչական մեքենան միացրել էր այդ մեկի դեմ։ Հիմա արդեն նախ դաշտում 2 կամ 3 արդեն կան, եթե նաև Հայաստան դաշինքը հաշվարկենք, եւ ենթադրում եմ, որ մենք էլ 4-րդ մեծ ուժը կձևավորենք եւ 4 ուժի դեմ շատ ավելի դժվար է պայքարել։ Մանավանդ այն ուժերի դեմ, ասենք օրինակ տեսեք, որպեսզի մեր վրա օրինակը չբերեմ, նույն Մերձեովի վրա օրինակը բերեմ։ Մերձեովի մեջ մեծ մասամբ երիտասարդ անձիկ են, ամենայն դեպս քաղաքական հաղորդակցություն իրականացնողը։ Իրանց այդ անձանց մեծ մասը բիզնեսից է, կամ ասենք ենթադրենք պրոֆեսիոնալ ոլորտներից է, իրավաբաններ են, էկոնոմիստներ են եւ այլն։ Իրանց հետ կապված շատ դժվար է բերել սեղանի վրա, ասենք օրինակ կամպրոմատ դնել, կոռուպցիայի հետ կապված ինչ-որ բաներ, կամ որպես կանոն արդեն մենք տեսնում ենք, որ ուրիշ կարգի էլ ինչ-որ այսպես ասած մարդկանց վարկաբեկող փաստեր չունեն։ Չունեն։ Շատ դժվար է, այսինքն այս մարդկանց, քանի որ իրենք երիտասարդ են, մեր մասը չեն հասցրել մի նես բան անեն, որը բերեն իրանց դեմը դնեն, հա, եւ դա բարդացնում է իրավիճակը, որովհետեւ ինչքան էլ մեր երկիրը հայտնվել է բռնատիրության մեջ, այնուամենայնիվ ինչ որ խաղի կանոններ կան, շատ առանձնական իհարկե, բայց ինչ որ խաղի կանոններ կան, այսինքն դու չես կարա ազնիվ անկեղծ մարդուն գաս ասես գիտես ինչ դու մարդասպան ես, չես կարա, դե պետք է ապացուցես էլի ի վերջո։ Դրա համար իրանց խաղը շատ բարդացել է, իրանք էլ Գյումրիում այդ իրավիճակը տեսել են, երբ որ մի քանի ինդիմադիր ուժեր ըստ էության իրարից անկախ աշխատելով կարողացան իրավիճակը էապես փոխել։ Ընդդեմ իրավիճակը էապես փոխել առաջին հերթին, ինչպես ես արդեն նշեցի, ընտրողին ընտրություն տալով եւ բերելով նրան, որ թիմ ընտրությունին մասնակցությունը եղավ շատ ավելի բարձր, քան թե ԿՊ-ն կարող էր ակնկալել, որովհետեւ ձեզ հիշեցնեմ, ԿՊ-ն այնտեղ եւս մեծ թվով քվե է ստացել, մոտ 17000 ընտրողների ձայներ, երբ որ նախորդ ընտրություններին 7500 էր ստացել, այսինքն ավելի քան կրկնապատկել էր ձայների թիվը, բայց ընդդիմադիր սպեկտրը այդ կրկնապատկից էլ ավելի շատ ստացավ, ինչի որովհետև կարողացավ շատ արդյունավետ աշխատել։ Հիմա իրենք հասկանում են, որ այն միջոցները, որ դրվում են այս քարոզարշավի մեջ, այն ռեսուրսները, այն մոբիլիզացիան, որը տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, մեծ հավանականությամբ այո կարող է բերի նրան, որ մոտավորապես այդ կարգի սցենար տեղ ունենա։ Երբ որ իրանք ասում են, որ Գյումրի 2 չի կրկնվելու, ես ուզում եմ հարց տամ իրանց։ Հարգելիներս, ինչ գիտեք։ Ինչ եք անելու, արգելելու եք, կրակելու եք մարդկանց վրա։ Մոլդովական սցենարն են։ Չէ, ինչ եք անել, մոլդովական սցենարը հանելու եք ընտրություններից, ուժերից մեկին հանելու եք ընտրություններից։ Կհանեք ընտրությունից, այդ ուժը իր ձայները կտա կողքի կուսակցությանը։ Պարզապես մեզ եթե հանեք, միանգամից ուզում եմ ասեմ, ԿՊ հարգելի այսպես ասած հակառակորդներ եւ մրցակիցներ, հա, մեզ կհանեք ընտրությունից։ Նույն օրը մեր ձայները կտանք մեկ այլ ընդդիմադիր թևի։ Նույն օրը, որպեսզի ոչ մի ձայներ չկորի։ Մեր ընտրողներին միանգամից կասեմ, գնացեք քվեարկեք, սրանց օգտին ենթադրենք, որովհետեւ ի վերջո եթե նպատակը իշխանափոխությունն է, պետք է ամեն ինչ անել, որ ընդդիմադիր ընտրազանգվածը գա առավելագույնս իր ձայնով փոխի իրավիճակը, հա։ Եվ այդ իմաստով մեր համար բացարձակ կարևոր չի, որ մենք ի վերջո հայտնվենք ազգային ժողովում։ Մեր համար կարևոր է այն երկու բանը, որ ես ասացի, առաջինը
որպեսզի այս իշխանությունը հեռանա, եւ երկրորդը, որ իր փոխարեն գա այնպիսի իշխանություն, որը մեզ նորմալ ապագայի հեռանկար է տալիս։ Դուք իշխանության սատելիտ ուժերի տեսնում եք, որոնք կարող են այս ընտրություններում օգնել քաղաքացիական պայմանագրին։ Կարող են փորձել, համենայն դեպս ես մեր շնորհանդեսի ժամանակ էլ նշեցի, օրինակ հանրապետությունը, թեև դա միակը չի, բայց եղածների մեջից հիմա ոնց որ ավելի ընդգծված է, տեսնում եմ, բայց նաև տեսնում եմ, որ Գյումրի եւ Աղաշապատի ընտրություններում այդ ուժը չկարողացավ հաջողության հասնել եւ ընտրական շեմը չկարողացավ հաղթարել եւ նույն սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ ուժի հանրային ազդեցությունը, հանրային կշիռը էապես նվազել է, հույսով եմ, որ այդ ուժը չկարողանա հաջողության հասնել։ Պարոն Չալաբյան, ձեր ուժը երբ ազդարարեց 2 օր առաջ քաղաքական հայտ ներկայացնելու մասին, դուք հայտարարեցիք, որ ժողովրդին առաջարկում եք արմատական այլընտրանք, մեջբերում եմ տարվող քաղաքական գծին, որը դուք բնորոշում եք որպես հակազգային, հակաժողովրդական։ Գիտեք, Փաշինյանը առաջ է քաշում իրական Հայաստանի թեզը, որը դուք հակադիր եք համարում այն Հայաստանին, որը ապրել է հազարամյակներով, ձեր խոսքն եմ մեջբերում, ձևավորել պատմություն, մշակույթ, ժառանգություն։ Փաշինյանը երբ ասում է իրական Հայաստանը խաղաղության իրենց օրակարգի հայեցակարգային գաղափարական հիմքն է եւ շեշտում է նաեւ, որ իր ուժը, իր իշխանությունը պատերազմ չի ուզում։ Դուք այս պայմաններում ինչ այլընտրանք եք առաջարկում մեր քաղաքացիներին Փաշինյանի այսպես կոչված խաղաղության գործընթացին։ Նախ տեսեք, սկսենք հետեւյալից, հա, ես կարծում եմ, որ չկա Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը կգա եւ կքարոզի պատերազմ։ Այդ ուժը ուղղակի միանգամից ինքնասպանություն կգործի, որովհետեւ մեր ժողովուրդը բնականաբար խաղաղասեր ժողովուրդ է, իր էությամբ, ընդհանրապես իր ողջ պատմական էությամբ խաղաղասեր ժողովուրդ է եւ որևէ ցանկություն չունի պատերազմ հրահրելու։ Որքան էլ որ ցավոտ լինի Արցախի կորուստը, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը գիտակցում է, առաջինը, որ այդ կորուստը ժամանակավոր է, եւ երկրորդը, որ պետք է հետեւողականորեն աշխատել այդ կորուստը վերականգնելու համար, ոչ թե ինչ-որ կտրուկ գործողություններ անել։ Մարդիկ հասկանում են, որ դա տարիների եւ գուցե նույնիսկ տասնամյակների պայքար է ենթադրում, բայց ոչ թե որևէ կտրուկ գործողություն այսօր, այդ մեկ։ Երկրորդը, մենք կարծում ենք, որ խաղաղություն ապահովելու համար բնավ պետք չի, գիտեք, օրինակ փորձել ներսից պարակտել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Բնավ պետք չի մեր դասագրքերից համնել Մեսրոպ Մաշտոցին։ Բնավ պետք չի փորձել մեր հիմնը փոխել։ Բնավ պետք չի նորից գրել եւ խմբագրել մեր պատմությունը։ Բնավ պետք չի կներեք, օրինակ մերժել մեր բանին խորհրդանիշների մեջ Արարատ, ընդհակառակը տեսեք մեր շնորհանդեսի ժամանակ մեր հիմնական ֆոնը Արարատ լեռն էր, որովհետև եթե նույնիսկ ֆիզիկապես այն գտնվում է այսօրվա թուրքական հանրապետության տարածքում, նա է մեր խորհրդանիշը, որովհետև կներեք մենք համարում ենք, որ մենք հայերս նոյի ժառանգներն ենք, նոյն էլ իր փրկությունը գտել է Արարատի գագաթին, հա։ Այսինքն դա մեր համար սիմվոլիկ կարևորագույն խորհրդանիշ է։ Ոստի մեր պատկերացած Հայաստանում չկա խզում մեր պատմության, մեր ինքնության, մեր ներկայի եւ մեր ապագայի միջեւ։ Մեր ներկան եւ մեր ապագան պետք է լինեն մեր պատմության եւ մեր ինքնության օրգանական շարունակությունը, որտեղ եթե մենք անցյալի։ Հա, բնական, դե ինքնությունը անցյալում ձևավորված է, էլի։ Հիմա եթե մենք փորձում ենք հրաժարվել մեր ինքնությունից, կրթվել են նորաձև այդպիսի տենց կեղծ լոզունգների տակ, մենք նման կլինենք արմատախիլ արած ծառի, որին ցանկացած թույլ քամին կարող է շուռ տալ։ Դու չես կարող առանց արմատների, չես կարող սաղարդ բարձրացնել, դա անհնար է։ Իսկ արմատները դա նրանք են, որոնք գնում են խորությամբ դեպի անցյալ, երբ որ դու ըստ էության հասկանում ես, որտեղից ես դու գալիս, որն է քո հպարտության առարկան, ինչ է քո գենը կրում իր մեջ, ինչ է կրում քո պատմական հիշողությունը եւ այլն, այդ ամեն ինչը ֆունդամենտալ է մեր համար։ Մենք այստեղ ունենք այո արմատական հակասություն Փաշինյանի եւ նրա կողմից իրականացվող կուրսի հետ, իդեպ Փաշինյանը շատ տարօրինակ, ասենք, փորձում է բաներ բերի, հիմնավորումներ բերի, ասենք անընդհատ հղումներ է կատարում Պապ Թագավորին։ Ուզում եմ հարցնեմ, հարգելի, դու ինչի՞ ես անընդհատ հղումներ կատարում Պապ Թագավորին։ Պապ Թագավորը իր կառավարումը ձախողել է։ Դրա պատճառով էլ նրան վրա մահափորձ է տեղի ունեցել օտարների կողմից, բայց հայերի ներկայությամբ իր անմիջական զինակիցները սեղանի շուրջն են եղել, երբ որ նրան սրախողող են արել։ Դու ինչի՞ ես անընդհատ կարճել այդ օրինակից, դա ինչ մի հպարտության առարկա է, Պապ Թագավորին անընդհատ հղումներ կատարել է։ Տիգրան Մեծին հղում կատարի, որը աշխարհակալ պետություն է կառուցել, Արտաշես առաջինին հղում կատարի, որը կարողացել է Հայաստանի սահմանները գծել ամենուրեք սահմանային սյուներ դնել լեզվի տարածվածության հիման վրա։ Տրդատ առաջինին հղում կատարի, որը
վերականգնել է անկախությունը կամ Տրտատ 3-ին, որը քրիստոնեություն է ընդունել։ Ինչը սկարչել Պապ Թագավորից։ Այդ գիտակցությունը, որ ինքը մեր պատմության մեջ շատ վիճելի ըստ էության ֆիգուրա ընտրել է, փորձում է իր ամբողջ ռետորաբանությունը կառուցել Պապ Թագավորի հակա եկեղեցական պայքարի վրա, որտեղ Պապ Թագավորը փորձել է սահմանափակել եկեղեցու իրավունքները։ Դա ցույց է տալի, որտեղ է մեր արմատական տարբերությունը։ Պարոն Չալաբյան, ներեցեք ընդհատում եմ, իշխանականները ձեզ կհարցնեին, բա դուք ինչպես եք պատկերացնում խաղաղության գործընթացը Բաքվի եւ ինչու՞ չէ նաեւ Անկարայի հետ հարաբերությունները։ Շատ լավ, տեսեք, այստեղ երկրորդ կարևոր հարցն է, իդեպ ներողություն եմ խնդրում, որ նախորդ պատասխանից ընթացքում ուղղակի չհասա խաղաղության գործընթացին, բայց ես ուզում եի եւս մեկ անգամ շեշտել, որ մեր համար շատ կարևոր է ինքնությունը։ Խաղաղության գործընթացը պետք է հենված լինի ուժի վրա։ Մեր առանցքային թեզը հետևյալն է, որ խաղաղությունը եւ անվտանգությունը կարող են երաշխավորված լինել միայն հայկական պետության ուժի շարունակական կուտակման միջոցով, որովհետեւ ցանկացած այլ տրամաբանություն խաղաղության, որը ջատագովում օրինակ Փաշինյանը, ֆունդամենտալ թերի է։ Եվ ինչու է նա ֆունդամենտալ թերի։ Եթե նա ասում է, որ մեր ուժը մեր թուլության մեջ է, որ մեզ պետք չի շատ պաշտպանվել, մեզ պարզապես պետք է փորձել սիրաշահել Թուրքիային եւ Ադրբեջանին եւ ցույց տալ, որ մեզանից վտանգ չկա, հա, դա իր տրամաբանությունը։ Ապա այդ տրամաբանության մեջ հաջորդ քայլը հետեւյալն է. երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կբացվի նոր աշխարհակական պատուհան, իրանք կհասկանան, որ այն պետությունը, որից վտանգ չկա, կարող այդ պետությունից եւս մի բան փոկեն, եւ այլն։ Ինչի, որովհետեւ ոչ թե որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը, այսպես ասած, բոբո են եւ այլն, այլ որովհետեւ նրանք ֆունդամենտալ ունեն մեկ ազգ երկու պետություն թեզը, հա, ռազմավարությունը, որը իդեպ ես ասեմ արդեն 100-ամյակ գործող ռազմավարությունը շարունակելու է։ Եվ իրանց տեսանկյունից այդ երկու պետության արանքը հայկական պետություն պետք չի։ Դրա բարձ օրինակ ես ասեմ, դուք հիշում եք, որ 20-րդ դարի 30-ական թվականների սկզբում Թուրքիան իրականացրեց փոխանակություն տարածքների Իրանի հետ եւ ձեռք բերեց փոքրիկ հողային սահման Նախիջևանի հետ։ Հիմա որ մի հատ հետադարձ մտածում ենք, ասում ենք, այդ ինչ հարց է, այդ ամեն ինչը սովետական միություն էր։ Ինչ կապ ուներ Նախիջևան թե Հայաստանի Հանրապետություն։ Միևնույնն է դեմը սովետական սահմաններ։ Բայց դա նշանակում է, որ Թուրքիան դեռևս այն ժամանակ հասկանում էր, որ կարող է գա մի օր, որ Նախիջևանը ի վերջո անկախանա Խորհրդային Ռուսաստանից, հա, եւ այդ դեպքում իր համար ցամաքային սահմանը բացվում Նախիջևանի հետ, իսկ հետո այդ Նախիջևանից պետք է Հայաստանը կտրել անցնել ցամաքային սահման ստեղծել Ադրբեջանի հետ։ Հասկանում եք, դա է իրանց տրամաբանությունը, եւ ով որ մեզ փորձում է ապացուցել հակառակը, նա պարզապես մեզ փորձում է մոլորեցնել եւ խաբել։ Եվ ավելին ձեզ ասեմ, մենք մշտադիտարկում ենք իրականացնում եւ թուրքական մամուլը եւ ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանական ավելի հեշտ է, որտեղ ռուսալեզուն շատ է, բայց թուրքագետներ ունենք, նաեւ թուրքական մամուլն են մշտադիտարկում իրականացնում։ Այդ մարդիկ իրանց ներքին օգտագործման համար երբևիցե չեն թաքցնում, որ իրանք դիտարկում են Հայաստանը որպես խոչընդոտ իրանց երկարաժամկետ ծրագրերում։ Հիմա դժվար կլինի իրանց համար այդ խոչընդոտը մասամբ կհաղթարեն։ Օրինակ տրիպը կկառուցեն, կօգտագործեն, ենթադրենք իրանց ռազմական տեխնիկան եւ այլն տեղափոխելու համար։ Հնարավորություն կբացվի, Սյունիքը կգրավեն։ Ավելի մեծ հնարավորություն կբացվի, Գեղարքունիքը կգրավեն։ Մենք վերջերս էին գտնվում Վարդենիսում։ Վարդենիսում սարսափելի իրավիճակ է։ Պետական համարյա բոլոր ծառայությունները ընդեղից հանվել են այս ընթացքում։ Լեռներով ամբողջ պարագծով Վարդենիսի համայնքի լեռներում համարյա բոլոր բարենպաստ դիրքերը հայտնվել են ադրբեջանցիների մոտ, թեև դրանք Հայաստանի Հանրապետության տարածք են։ Ամենուրեք ադրբեջանցիները տեղակայված են։ Ժողովուրդը ահաբեկված աստոյցան, արոտավայրերը անցել են թշնամուն, որը նույնիսկ չի մտածում որտեղից հեռանալու մասին, ընդհանրապես ամրաշինություններ է կառուցում։ Շատ բարձր մի հատ պատճառով նպատակն է, որտեղից հայ մարդը թողի հեռանա, այդտեղ գան ադրբեջանցիներ բնակվեն։ Եվ Ալիևը դրա մասին պարբերաբար ասում է, դու ոչ մի Վարդենիսել չի։ Այդ մեր պատմական վասարգեչարն է, մենք պետք է վերականգնենք։ Հիմա գիտեք ինչ, երբ որ դուք Երևանում եք նստած եւ Վարդենիսի տեղը չգիտեք, իսկ ես ասեմ, որ երևանցիների ճնշող մեծամասնությունը երբևիցե Վարդենիսում չեն եղել, թեև ընդամենը 170 կիլոմետր է Երևանից։ Դուք մտածում եք, որ ամեն ինչ լավ է, բայց դուք հենց գալիս հասնում եք այդ Վարդենիսին, որ նույնիսկ եմ կրկնում, ընդամենը 2 ժամվա ճանապարհ է Երևանից, դուք հասկանում եք, որ այստեղ լրիվ ուրիշ իրողություն է։ Եվ այդտեղ է երևում Ադրբեջանի իրական քաղաքականությունը, որին բնականաբար աջակցում է Թուրքիան։ Ուստի վերադառնալով ձեր հարցին, մեր խաղաղության մոդելն է նա, որ մեր խաղաղությունը եւ անվտանգությունը պաշտպանվում է ուժով։
ուժը դա բանակն է, դա անվտանգային ծառայություններն են, դա հետախուզությունն է, դա ռազմարտությունաբերությունն է, դա պայստազորն է, դա արտաքին դաշինքներն են, դիվանագիտական հարաբերություններն են եւ այլն։ Դա ատոմակայանն է, դա էներգետիկ անվտանգությունն է, սննդային անվտանգությունն է, բոլորը միասին վերցրած։ Բայց դուք օրինակ պատրաստ եք խաղաղության պայմանագիրը ձեր ուզած կետերով ամեն դեպքում կնքել Բաքվի հետ, կամ դուք օրինակ նորմալ եք համարում Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը, ամեն դեպքում դրան ոնց եք վերաբերվում։ Տեսեք, նախ երկու տարբեր հարցեր են։ Սկսենք խաղաղության պայմանագրից։ Խաղաղության պայմանագիրը առաջին հերթին Ադրբեջանը չի ուզում կնքել, որովհետև նա նախապայման է դնում մեր առաջ։ Այդ նախապայմանը մեր սահմանադրության նախաբանից հրաժարվելն է, քանի որ նա համարում է, որ սահմանադրության նախաբանը իր նկատմամբ ունի տարածքային պահանջներ։ Հիմա շատ པարզ հարց եմ տալիս։ Եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր եւ փոխում ենք մեր սահմանադրությունը, ի՞նչ է տեղի ունենալու Արցախի հետ։ Ի՞նչ է տեղի ունենալու Արցախի հետ։ Ադրբեջանը չի բացատրում դա, գործող իշխանությունը եւս չի բացատրում։ Բայց մեր նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը Արցախի վերահայացումն է։ Հիմա, որպեսզի դու իրականացնես Արցախի վերահայացում, դու պետք է այդ իրավունքից չհրաժարվես։ Եթե դու այդ իրավունքից չես հրաժարվում, նա այս կամ այն կերպ պետք է կապված լինի նույն խաղաղության պայմանագրի հետ։ Պարտադիր չի, որ նա մտնի խաղաղության պայմանագրի մեջ, բայց նա կարող լինի դրա հավելվածը, նա կարող լինի դրա նախապայմանը։ Օրինակ մենք էլ ասում ենք, այո, խաղաղության պայմանագիրը կնքում ենք, բայց դուք էլ ընդունում եք Արցախի հայ բնակչության վերադարձի արժանապատիվ անվտանգ կյանքի իրավունքը։ Առանց որևէ նախապայման։ Արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված արևմտյան ադրբեջանցին, կներեք, արևմտյան ադրբեջանցին դա կեղծ թեզ է։ Մի հատ շատ པարզ պատճառով, որովհետև երբ որ իրանք խոսում են Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանական բնակչության մասին, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի տարածքից առնվազն 3 անգամ ավելի շատ հայ բնակչություն է հեռացել։ Այդ մեկ, խորհրդային Ադրբեջանի, հա։ Երկրորդը, այդ մարդիկ հեռացել են խորհրդային Հայաստանի տարածքից, վաճառել են իրենց գույքը կամ ստացել են դրա դիմաց փոխհատուցում, եւ իրանք իրենց բռնագաղ տեղի չի ունեցել։ Տեղի չունեցել իրենց գույքի բռնազավթում եւ այլն։ Իրանք այդ գույքը իրացրել են կամ փոխհատուցում են ստացել կամ իրենց գույքը փոխանակել են Ադրբեջանից Հայաստան տեղափոխվող հայազգի քաղաքացիների հետ։ Այսինքն բանակցությունների միջոցով այս հարցի լուծումը իրատեսական համարում։ Իրատեսական է, եթե դու ուժ ունենաս։ Եթե դու ուժ չունենաս, կարող հակառակը լինի, Արցախում իրանք դույզը մի զիջում էլ չանեն, բայց ստիպեն, որպեսզի ստեղ ադրբեջանցիներ վերադառնան։ Անդրում այդ ադրբեջանցիները ոչ թե լինեն այն մարդիկ, որոնք սրանից 40 տարի առաջ ապրել են խորհրդային Հայաստանի տարածքում, իհարկե հիշեցնեմ ձեզ, որ 5% չի գերազանցել երբեք Հայաստանի բնակչության, հա, ադրբեջանցիներ, բայց ոչ թե դրանք վերադառնան, այլ բանտերից դուրս թողած ամենավատթարագույն հանցագործները։ Ով դրա երաշխիք ունի։ Եթե իրանք անընդհատ կարողանան ուժի պարտադրանք կիրառեն, իրանք կանեն այն ինչ որ իրանք անհրաժեշտ է, այսինքն բերեն այստեղ մեր երկիր լցնեն իրանք հանցագործներին, որովհետեւ մեր երկիրը դժողքի վերածեն, որովհետեւ հայ մարդը չուզենա այս երկրում ապրի։ Հասկանում եք, դա իր սրամաբանությունը։ Պարոն Չալաբյան, եթե ձեր ուժին եւ առհասարակ ընդդիմությանը հաջողվում է քաղաքական առումով տապալել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ ընդդիմությունն է գալիս իշխանության, նաեւ ձեր քաղաքական ուժի պատկերացմամբ ո՞րն է լինելու ձեր անելիքը։ Ինչ առաջնահերթություններ կան Հայաստանի համար։ Տեսեք, մենք 3 մեծ բլոկ ենք ներկայացրել, երևի մի հարցազրույցը բավարար չի, որպեսզի դրանց յուրաքանչյուրը բացահայտենք, բայց բլոկների մասով ասեմ։ Առաջին արդեն ես ասացի, դա մեր պետության ուժի շարունակական կուտակումն է եւ այդտեղ շատ կոնկրետ անելիքներ կան։ Այն ինչ որ մի օրինակ ձեզ բերեմ։ Արդեն քանի տարի է այս վարչախմբի օրոք ռազմարտությունաբերական բյուջեն թերակատարվում է։ Դուք գիտեք ոնց է թերակատարվում։ 75%-ով թերակատարվում է։ Ոչ թե 75%-ը ծախսվում է, 75%-ը չի ծախսվում, ծախսվում է միայն 25%-ը։ Արդեն քանի տարի է։ Եվ դա պարզ պատճառ ունի, որովհետեւ այս վարչախումբը այն ձևով է կառուցել այդ ամբողջ համակարգը, հա, բյուջետային միջոցների կառավարման եւ այլն, որ մասնավոր հատվածի ռազմարտությունաբերական ընկերությունները պարզապես չեն ուզում իրենց հետ գործ ունենալ։ Պարզապես չեն ուզում։ Չեն գալի հայտեր չեն ներկայացնում։ Կա բյուջե, որը կարող է ծախսվել ռազմարտությունաբերական ընկերությունների վրա, ռազմարտությունաբերական ընկերությունը ասում են կներեք, պետք չի ձեր փողը, որովհետեւ դուք փողը տալիս եք, հետևից քննիչներ են գալիս։ Պետք չի մեզ ձեր փողը։ Ավելի լավ է մենք մասնավոր ներդրողների կապիտալով աշխատենք, ավելի անշարժ, այսպես ասած։ Հա այդ բարձ օրինակներից մեկը, որը կարելի է շատ արագ փոխել։ Ուրիշ օրինակի մասին ձեզ ասեմ, էլի անվտանգային ոլորտում։ Թերևս տեղյակ եք, որ տարածությունն այսօր կամ 3, այս վերջերին
ԿՊ падգամավոր, բայց տենց մի քիչ սպეციფიկ падգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել նախաձեռնություն ժամկետային զինծառայողներին պարգևատրում տալու։ Դա մեր քաղաքական ծրագրի մաս է։ Եվ իրանք մեր քաղաքական ծրագիրը կարդալով սկսել են հիմա ծաղկակղ անել, հասկանալ թե ինչ բաներն է իսկապես կարևոր։ Մենք արդեն մի քանի անգամ ասել ենք, ուզում եմ նաև ձեր տաղավարում էլ կրկնել։ Մենք համարում ենք, որ բոլոր ժամկետային զինծառայողները, մանավանդ այն զինծառայողները, որ լավ են ծառայում, օրինակելի ծառայողներ եւ այլ, անպայման պետք է նյութական փոխհատուցում ստանան, որովհետեւ իրանք ոչ միայն իրանք ժամանակը, առողջությունը, էներգիան տալիս են հայրենիքի ծառայությունը, բայց դա 2 տարի է հիմա, եթե ապագայում 1.5 տարի, դե միևնույն բոլոր դեպքերում իրանք կյանքի շատ մեծ կտոր է։ Եվ այդ կտորի դիմաց իրանք պետք է փոխհատուցում ստանան, որպեսզի երբ որ իրանք բանակից վերադառնան, իրանք գոնե ինչ-որ մի հատ գումար ունենան, հա, կարողանան իրանք կարիքները հոգալ։ Ավելին ասեմ, իրանք կրթական արտոնություններ պետք է ստանան։ Բանակից վերադարձող ցանկացած երիտասարդ պետք է հնարավորություն ունենա անվճար սովորել պետական բուհերում։ Պարտադիր։ Եվ դա այն բանն է, որ կարելի է համատաբել արագ անել։ Այսինքն այս այն խնդիրներն են, որ ռազմական ոլորտում։ Մի հատ խնդիր ձեզ ասեմ, որովհետև երևի այս օրինակները հետաքրքիր են ձեր համար։ Մենք ունենք լուրջ խնդիր, երբ որ զինծառայողները զորացրվում են գնում են պահեստազոր եւ չեն կարողանում իրենց համար կիրառություն գտնել մասնավոր հատվածում աշխատանքային շուկայում։ Մենք շատ ենք հանդիպում պահեստազորի զինծառայողների հետ, մեր կազմակերպության անդամներից շատերը պահեստազորի զինծառայողներ են։ Պարզ խնդիրներից մեկը հետեւյալն է. վերջի կես տարին ծառայության իրենց այդ մարդկանց սովորացնել քաղաքացիական մասնագիտություններ, այն քաղաքացիական մանավանդ սպաներին, այն քաղաքացիական մասնագիտությունները, որոնք իրենց շուկայական արժեքը կբարձրացնեն։ Եվ դա եւս կարելի է արագ անել։ Դա այն բաներից չի, որ շատ մեծ բյուջե է պահանջում, շատ մեծ ժամանակ է պահանջում եւ այլն, հա։ Հիմա երկրորդ մեծ բլոկը խնդիրների դա տնտեսական զարգացումն է, որովհետեւ մենք որպեսզի կարողանանք երկրի անվտանգությունը ապահովենք, մեր երկրի տնտեսությունը պետք է շարունակաբար աճի առաջանցիկ տեմպերով։ Անցած տարի մենք ունեցել ենք 7% տնտեսական աճ, թեև դրա զգալի մասը սպեկուլյատիվ աճ է։ Հիմա, եթե երկիրը 10 տարի ունի տարեկան 7% տնտեսական աճ, 10 տարում համախառն ներքին արդյունքը կրկնապատկվում է։ Հիմա մեր կարևորագույն խնդիրներից մեկը այդ է, որ մեր երկրում տնտեսական աճը երբևիցե առաջիկա տարիներին 7%-ից ներքև էլ չի իջնի, որովհետեւ 10 տարին մենք կարողանանք մեր համախառն ազգային արձակուրդը կրկնապատկենք։ Դա բարդ խնդիր է, որովհետեւ ուղղակի իներցիոն մեր փորձը ցույց է տալի, որ տնտեսական աճը լավագույն դեպքում դրա կեսն է լինում։ Լավագույն դեպքում դրա կեսն է լինում։ Պետությունը մեծ քանակությամբ ճիշտ նախաձեռնություններ պետք է իրականացնի, որովհետեւ տնտեսական աճը մնա բարձր մակարդակի վրա, 7% եւ ավել։ Դրանցից կարևորագույնը շուկայում արդար մրցակցություն ապահովելն է։ Շուկայում արդար մրցակցություն ապահովելն է, որպեսզի պետական ռեսուրսները չգնան աղբերներին, ընկերներին, որպեսզի ասֆալտի մեջ կներեք բիտում լինի, ոչ թե ոնց որ հիմա պարզվում է, որ ամենուրեք փոսեր են, ինչ որ մեկին էլ գալիս ասում է աղ ենք ցանել, դրա համար փոս եղավ։ Աղից փոս չի լինում, փոսը լինում է նրանից, որ ասֆալտի մեջ բիտում չկա։ Իսկ ասֆալտի մեջ բիտում չկա, որովհետև ձեր ընկերներին եք բաժանել այդ փողը։ Ոչ թե այն լավագույն ընկերություններին, որոնք պատրաստ են նորմալ մրցակցել, հա։ Բայց դրան գումարվում է բազմաթիվ այլ հարցեր տնտեսության մեջ։ Օրինակ, եւս մի օրինակ բերեմ, որի մասին մենք խոսում ենք։ Հայաստանում գիտության վրա ծախսվում է համախառն ներքին արդյունքի 0.3% ընդամենը։ Մենք թիրախավորել ենք, որ 5 տարվա ընթացքում այդ թիվը հասցնենք գոնե 1%, գոնե, օրինակ Իսրայելում 3%-ից ավել է, որպեսզի դուք պատկերացնեք, հա, Հայաստանում այսինքն 10 անգամ ավել, քան թե Հայաստանում։ Ասում ենք գոնե պետք է եռապատկենք, ինչու՞։ Որովհետև եթե 5 տարում մենք չեռապատկենք գիտության վրա կատարվող ծախսերը, 5 տարի հետո մենք գիտություն կարող է ընդհանրապես չունենանք։ Ինչի որովհետև այսօր մեր գիտնականների 60%-ից ավելին կենսաթոշակային տարիքում են արդեն։ Չի տեղի ունենում վերարտադրություն։ Գիտության արկա ֆինանսավորման պայմաններում երիտասարդ տաղանդավոր մարդը, որը օրինակ լավ մաթեմատիկա գիտի, նախատեսում ավելի լավ է ես գնամ օրինակ ֆինանսական ոլորտում աշխատեմ, քան թե դառնամ կամ ծրագրավորող լինեմ, քան թե դառնամ գիտանկար ակադեմիական։ Այո, որովհետև ֆինանսը քիչ է։ Հա, որովհետև մրցակցային չի, հասկանում եք, մրցունակ չի գիտությունը։ Մեզ, բայց Հայաստանի համար, հիշեք, որ Հայաստանի համար գիտությունը խորհրդային տարիներին եղել է այցեքարտ։ Հայաստանը խորհրդային միությունում, թեև փոքր հանրապետություններ, իր գիտական ներուժով 3-րդ տեղում է գտնվել։ Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուկրաինայից հետո, որոնք հսկայական էին մեր համեմատ, հա։ Ասենք Ուկրաինան 15 անգամ Հայաստանից մեծ էր։ Մենք 3-րդ տեղում էինք գտնվում, առաջ էինք, ասենք, Բելարուսից կամ Ղազախստանից, որոնք մի քանի անգամ մեզանից մեծ էին։ Հիմա, եթե մենք կամավոր հրաժարվում ենք գիտությունից,
Հա, այդ դեպքում հարց առաջանում։ Եթե գիտությունից հրաժարվում ես, ո՞նց ես պետք տնտեսությունը զարգացնելու։ Ինչ ռեսուրսների հաշվին։ Մեր կարևորագույն ռեսուրսը դա գիտահեն, գիտելիքահեն տեխնոլոգիական ռեսուրսն է, բայց տեխնոլոգիան առանց գիտության չի զարգանում։ Եթե մենք վերցնենք օրինակ Միացյալ Նահանգների օրինակը, որը աշխարհի տեխնոլոգիական խոշորագույն, այսպես ասած, հանգույցն է, հա, որովհետև հսկայական ծախս արվում գիտության վրա։ Այդ գիտության տարբեր տեսակ մշակումները եւ այլն ի վերջո գնում հասնում են տեխնոլոգիական ընկերությունները, դրանք սկսում են կիրառել եւ դառնում են։ Դրա վերջի օրինակներից մեկը ձեզ ասեմ, լսել եք երևի քվանտային հաշվումների մասին։ Քվանտային հաշվումները դա կոմպյուտերների ժամանակակից գերարագագործ համակարգեր են։ Այնքան արագագործ, որ իրանց ըստ էության մեկ հաշվող միավորը հասնում է մեկ մոլեկուլի, որից ներքև չկա արդեն ֆիզիկական միավոր չկա։ Բայց որպեսզի դա տեղի ունենար, տասնամյակներով տեղի են ունեցել գիտական հետազոտություններ լաբորատոր պայմաններում, որպեսզի մարդիկ հասկանան, հնարավոր է մոլեկուլը օգտագործել որպես հաշվիչ միավոր, հա։ Հիմա եթե դու չանես այդ գիտությունը, դու արդեն տեխնոլոգիական մակարդակով անընդհատ կմնաս նույն տեղում, կդոփես նույն տեղում, տնտեսությունը չես կարող զարգանալ։ Եվ ձեզ խնդրեմ նաև դուք անդրադառնաք արտաքին քաղաքականության բլոկին, ինչպես եք պատկերացնում, ինչ ուղղվածություն, ինչ վեկտոր է ունենալու։ Շատ կարևոր հարց է եւ մենք հայտարարել ենք, որ քաղաքական դաշտ մեր մուտքի կարևորագույն պատճառներից մեկը նաեւ դա ըստ էության ամրապնդել հայակենտրոն արտաքին քաղաքականությունը։ Հայակենտրոն արտաքին քաղաքականության մեջ առաջնային է հայկական շահը, հայկական պետության եւ նաեւ ավելի ընդարձակ իմաստով հայ ազգի շահը, որովհետեւ հայկական պետությունը դա հայ ազգի պետական միավորն է, ամբողջ հայ ազգի, հա։ Եվ այդ տեսանկյունից մեր համար շատ կարևոր է հետևելը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ որ գերտերությունների միջև լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի հասել։ Մենք դա տեսնում ենք։ Աշխարհակարգ է ձևավորվում։ Կամ քանդվում է եղածը, ավելի շուտ եղածը քանդվում է եւ նորն է ձևավորվում եւ այդպես ցնցումներով, լարումներով, պատերազմներով։ Հիմա մենք ձեր հետ խոսում ենք, ոմանք պնդում են, որ արդեն վաղը Միացյալ Նահանգները կարող են Իրանին հարված հասնել։ Դա ասված որ այդպիսի բան տեղի չունենա, բայց Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև լարվածությունը հասել է քրիտիկական կետի, հա։ Եվ պետք է հասկանանք, եւ Իրանն է մեր գործընկերը, եւ Միացյալ Նահանգներն են մեր գործընկերը։ Եվ մեր Հայաստանի համար սա ըստեյության ողբերգություն է, ինչի որովհետեւ երբ որ քո գործընկերները առանցքային իրար հետ պատերազմում են, դա քեզ է անպաշտպան դարձնում ի վերջո, հա։ Անպաշտպան այն հակառակորդների հետ, որոնք դրանից փորձում են օգտվել իդեպ, հա։ Հիմա մեր առանցքային թեզերից մեկը հետևյալն է. երբևիցե այդպիսի հակամարտությունների մեջ չդառնալ կողմ, չբռնել Միացյալ Նահանգների կողմը կամ չբռնել Իրանի կողմը։ Եթե մեր գործընկերներն են, ընդհակառակը մեզ պետք է փորձել լինել միջնորդ, մեզ պետք է փորձել լինել հաշտարար, մեզ պետք է փորձել աշխատել կողմերի հետ այնպիսի ճանապարհով, որ առնվազն իրանց միջև եղած հակամարտությունը, որը հաճախ մեզանից անկախ հաստատության տեղնում, մեր համար ծայրահեղ բացական հետևանքներ չունենա։ Դա մեկ։ Երկրորդ կետը։ Մեզ պետք է աշխատել բոլորեն ուժային կենտրոնների հետ, որոնց հետ մենք ունենք շահերի համադրություն։ Հիմա դա հեշտ չի, որովհետև հաճախ իրենց շահերը նաև հակադրվում են, ոչ միայն, ասենք, ռազմական ճանապարհով։ Պարզ օրինակներից մեկը ձեզ ասեմ։ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը մրցակցում են եւ արհեստական բանականության ոլորտում, եւ ժամանակակից կապի տեխնոլոգիաների ոլորտում, այսպես կոչված 5G ոլորտում եւ այլն, հա։ Եվ ասենք, երբեմն քեզ կանգնեցնում են ընտրության առաջ, ասում են կամ ենթադրենք միջուկային տեխնիկայի։ Ամենապարզ դեպքերից մեկը հետևյալն է։ Այս եւ վերջերս բավական շատ է քննարկվել։ Միացյալ Նահանգները եկել են ասում են դուք կարող եք մեզանից միջուկային ռեակտոր գնել, եւ չինացիները ասում են դուք կարող եք մեզանից միջուկային ռեակտոր գնել, եւ իդեպ Ռուսաստանի Դաշնությունն էլ ասում դուք կարող եք մեզանից միջուկային ռեակտոր գնել։ Հիմա գիտեք ինչ է, կարելի է վերածել աշխարհակական խնդրի։ Իսկ կարելի է չվերածել աշխարհակական խնդրի։ Կարելի է նորմալ, ասենք, փորձել տենդեր անցկացնել, բոլորի հետ կարելի է փորձել առնվազն բանակցել այնպես, որ մենք այս ընտրությունը մեր համար տնտեսական ընտրություն է, ոչ թե աշխարհակական։ Եվ գիտեք ինչ, եթե դուք այս տենդերը չշահեք, մի ուրիշ բանում մենք կփորձենք ձեզ կոմպենսացնել։ Չի լինի ձեր ատոմակայանը, բայց ձեզ ասենք ենթադրենք հնարավորություն կտանք ներդրում կատարել մեր ընդերքում կամ կապի ինչ-որ մի հատ համակարգ զարգացնել եւ այլն։ Սա ցույց է տալի, ինչպես ես դու քո հնարավորությունները, ռեսուրսները հնարավորինս չափ հավասար բաշխում, որովհետեւ մի կենտրոնից կախվածություն չունենաս եւ ընդհակառակը մեկ այլ կենտրոնից չունենաս թշնամություն, հասկանալի է։ Եվ ես նշել եմ դա մեր շնորհանդեսի ժամանակ, ուզում եմ հատուկ կրկնեմ, կան պետություններ, որոնք այդ իմաստով դրա շատ տպավորիչ օրինակն են, որոնք կարողանում են բազմաթիվ ուժային կենտրոնների հետ արդյունավետ աշխատել,
Դրա լավագույն օրինակներից մեկը Թուրքիան է, որից մենք այս մի հարցում սովորելու բան ունենք առնվազն։ Նրանք բարբերաբար ասենք օրինակ համ Ռուսաստանը, այնտեղ ատոմակայան է կառուցում։ Ընդդեմ հսկայական ատոմակայան է 4 ռեակտորից բաղկացած։ Մոտ $25 միլիարդ ընդհանուր արժողությամբ հսկայական ծրագիր է։ Ռուսաստանից գազ է ստանում։ Բայց միևնույն ժամանակ ասենք Միացյալ Նահանգների հետ անընդհատ բանակցում է, որ իր կործանիչ սպառազինություն ստանա։ Հիմա մտածում ես ո՞նց է դա հնարավոր։ Դե պարզվում է հնարավոր է, եթե դու քո սեփական շահը լավ ես հասկանում, կոշտ բանակցում ես եւ բացենց բաշխում ես, ասում ես քեզ այնպես էս կառնեմ, այ քո մոտ հոբ համակարգն է լավ, հոբ համակարգը կառնեմ, իսկ քո մոտ կործանիչներն է լավ, կործանիչները կառնեմ եւ այլ։ Դա այդ իմաստով թուրքերը դիվանագիտության եւ հաջորդը միշտ մտածում է, որ թուրքերը դիվանագիտության իմաստով այսպես ասած մաստեր կլաս են ցույց տալ, այդ դա մաստեր կլաս է, շարունակաբար։ Մեզ էլ է պետք առնվազն այդ դասը սերտել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, ես զրուցում էի Հայ ԱԿՖ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։